Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Մենք վերադառնում ենք կրկին դոկտոր Դեյվիդ Երեմայայի գրքին։ Աստված սիրում է քեզ, նա միշտ սիրել է, նա միշտ էլ կսիրի։ Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին հպվի յուրաքանչյուրիս եւ քանդի մեր մեջ եղած ամեն կարծրատիպերը, ամեն ստերը, ամեն կեղծ փիլիսոփայությունները, ամեն ընտանեկան ու անձնական սխալ մտածումը Աստծո մասին, Աստծո սիրո, Աստծո էության մասին, ամեն ազգայնամոլական մտածումները, եւ որ մենք մեր սրտերը ընդունեն ճշմարտությունը Աստծո խոսքը պատռի մեր սիրտը, եւ որ Աստված ողորմի եւ մաքրի մեր սրտերը, մեր հոգիները, մեր մտքերը, սատանայի գցած ամեն քարից, ամեն մոլախոտից, որ սատանան աճեցրել է, որպեսի խեղդի Աստծո ճշմարտությունը, որպեսի գերության ու խավարի մեջ պահի մեր հոգիներն ու միտքը, թող Տերը ողորմի եւ բացի, եւ այս գրքի միջոցով եւ բացվի ճշմարտությունը, Աստված հպվի յուրաքանչյուրին եւ թող գա Աստծո հաղթանակը ամեն մեկի կյանքում։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ինչպես միշտ ես ասել եմ, նախկին դասերը լսեք, որպեսի շենքի պես հիմքը կառուցենք եւ հիմքի վրա դնելով շարունակենք, եւ որ թռնելով ես լսում, անընդհատ չես լսում, ամբողջական պատկերը չես ստանալու։ Թող այս գիրքը իսկապես օրհնություն լինի։ Եվ այս սերմը, որ ես ցանում եմ, առատ բերք բերի Աստծո թագավորության համար եւ ողորմության սերմեր լինեն, փրկության սերմեր լինեն ձեր կյանքում։ Այսօր այս պահին խոսելու ենք Աստծո սիրո հռչակագրի մասին։ Աստվածաշունչը մեզ ասում է, որ Աստված սեր է։ Հովհաննես առաքյալը գրում է առաջին Հովհաննես նամակի 4 գլխի 8-րդ խոսքում. Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Նա այս ճշմարտությունը կրկնում է մի քանի նախադասություն անց, առաջին Հովհաննեսի 4 գլխի 16 խոսքում. Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է, ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ նրա մեջ։ Այս նախադասությունը ես սխալ կարդացի։ Եկեք նորից 1 Հովհաննես 4 գլխի 16 խոսքը կարդանք։ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է, ով սիրո մեջ է ապրում, Աստծո մեջ է ապրում, Աստված էլ նրա մեջ։ Կարևոր է, որ մենք խուսափենք երկու տարածված սխալներից, երբ ասում ենք, որ Աստված սեր է։ Սա շատ կարևոր է, ուշադիր լսենք։ Առաջին սխալը հավասարումը խեղաթյուրելն է ու պնդելն է, որ սերը Աստված է։ Լսեք ուշադիր էստեղ։ Աստվածաշունչը ասում է Աստված է սեր։ Իսկ աշխարհը ասում է սերը Աստված է։ Սա լուրջ սխալ է, քանի որ կան բազմաթիվ կեղծ սերեր, սիրո տեսակներ, որոնք քիչ կամ ընդհանրապես նմանություն չունեն Աստծո կատարյալ սիրո հետ։ Մարդը կարող է չակերտավոր սիրել իր սիրուհուն, բայց սա Աստծո սերը չէ։ Կինը կնոջ է սիրում, տղամարդը տղամարդուն եւ այլն, կամ մարդը գազանին է սիրում ու սեռական հարաբերություն ունենում դրթված իր այդ խելահեղ սիրուց, դա աստվածային սեր չէ, դա խեղաթյուրված, պղծված սեր է։ Այս կեղծ սերերը երբեք չպետք է նույնացվեն Աստծո սիրո հետ եւ հռչակել, որ սերը Աստված է։ Երբ այդպես ես մոտենում, դու ընկնում ես կռապաշտության մեջ։ Երկրորդ, մենք չենք կարող սխալ թույլ տալ Աստծո բոլոր հատկանիշները ենթարկելով նրա սիրուն։ Աստված ավելին է, քան սերը։ Օրինակ, Աստված ամենագետ է, Աստված ամենուրեք ներկա է, Աստված անսահման է, Աստված հավիտենական է, Աստված անստեղծ է, Աստված սուրբ է, Աստված արդար է,
Աստված ճշմարտություն է, Աստված կյանք է։ Ուրեմն Աստված սեր է, բայց նաև արդար դատավոր է։ Աստված սեր է, բայց նաև սրբություն է։ Աստված սիրող հայր է, բայց նաև մեզ դաստիարակում է և պատժում է։ Աստված արարիչ է։ Հովհաննեսը նույնիսկ ասում է, որ Աստված լույս է։ 1 Հովհաննես 1:5։ Աստծո սիրո մասին խոսելիս պետք է հիշել, որ Աստված կարող է որոշակի պահի դրսևորել մեկ կամ մի այլ հատկանիշ, կամ մի քանի հատկանիշը միասին։ Աստծո սերը երբեք չի առանձնացվում իր մյուս հատկանիշներից։ Ուրեմն Աստծո ոչ մի հատկանիշ անկախ իրարից չի գործում կամ գերակշռող չէ մյուսներից։ Երբ Աստված դրսևորում է իր զայրույթը, նա միևնույն ժամանակ սեր է։ Երբ Աստված դրսևորում է իր սերը, նա չի դադարում սուրբ լինել կամ չի հրաժարվում իր արդարությունից։ Սա կարևոր է հասկանալ, որպեսզի խաբնված չլինենք և չընկնենք սատանայի լարած որոգայթի մեջ, որ ասում է, դե եթե Աստված սեր է, դու կարիք չունես ապաշխարելու, դու կարիք չունես եկեղեցի գնալու, մեկ ինքը սեր է, բոլորին էլ սիրում է, բոլորին էլ ներում է։ Սուտ է, մի հավատացեք։ Եվ միևնույն ժամանակ պետք է ընկալենք ու ընդունենք Հովհաննես առաքյալի հայտարարության ուժն ու զորությունը, որ Աստված սեր է։ Ջոն Ստոտը այս հայտարարությունը, որ Աստված սեր է, անվանել է Աստծո գոյության մասին բոլոր աստվածաշնչյան հաստատումներից ամենաընդգրկունը և վեհը։ Այսպիսով, եկեք հասկանանք, թե ինչ նկատի ունի Հովհաննես առաքյալը, երբ ասում է, որ Աստված սեր է։ Սրանով առաքյալը մեզ բան է ասում Աստծո բնույթի, Աստծո էության մասին։ Ավելի ճիշտ, Աստված Հովհաննես առաքյալի միջոցով բացահայտում է իր էության մի մասը մեզ համար։ Խոսքը միայն այն մասին չէ, որ Աստված սիրում է, այլ այն մասին է, որ Աստված սեր է։ Սրանք նույն բանը չեն։ Աստծո արած ամեն ինչ արմատավորված է նրա սիրո մեջ և մղված է նրա սիրով։ Սերն է ամեն Աստծո արածի դրդապատճառը, շարժառիթը։ Աստված ստեղծեց աշխարհը, որովհետև դա սեր է։ Աստված ստեղծեց մարդկանց, որովհետև նա սեր է։ Եվ Աստված սիրով է կառավարում ողջ տիեզերքը, ողջ աշխարհը։ Այլ կերպ ասած, Հովհաննեսը մեզ հիշեցնում է, որ երբ մտածում ենք Աստծո և Աստծո ստեղծած աշխարհի մասին, երբեք չպետք է մոռանանք Աստծո սիրո մասին։ Այդ ամենը կա Աստծո սիրո մեջ։ Նախքան Աստված սեր է փաստի մեջ ավելի խորանալը, մենք պետք է լրացուցիչ պարզաբանումներ անենք։ Ինչպես մարդիկ սխալ հակումներ ու հասկացություններ ունեն այն մասին, թե ով է Աստված, այնպես էլ մարդիկ շփոթված են ու սխալ պատկերացում ու հասկացողություն ունեն այն մասին, թե ինչ է սերը։ Ամենաքիչը 1300 տարատեսակ սահմանումներ, կարծիքներ կան, թե ինչ է սերը, սկսած ամենաանհեթեթ ձևակերպումից մինչև վերացական և այլասերված սերը։ Բոլորը խոսում են սիրո մասին, բոլորը զգում են սիրո որոշակի ձև և բոլորը առաջնորդվում են սեր տալու և ստանալու անհրաժեշտությամբ։ Սակայն սիրո մասին կեղծ պատկերացումները քանդում են աշխարհը, քանդում են տներ, սրտեր, նույնիսկ ազգեր։ Ինչու է դա տեղի ունենում։ Քրիստոնյա փիլիսոփա Պիտեր Քրիֆթը նշում է, որ որքան կարևոր է մի բան, այնքան շատ են այդ բանի կեղծ տեսակները։ Օրինակ, կեղծ թղթի, ամրակների, կլիպներ, որ կպցնում ես մի քանի թուղթը իրար, դրանց կեղծ տեսակներ չկան, որտև իրանցից մի մեծ բան չեն ներկայացնում, բայց կան բազմաթիվ կեղծ կրոններ, որտև Աստված տվել էր հավատք
եւ Քրիստոսին մարդկությանը փրկելու համար, եւ դրանից հետո սկսում են առաջանալ բոլոր կեղծ կրոնները, որտեղ այն կարևոր է։ Սիրո մասին կեղծ պատկերացումներ կան մեր շուրջ բոլորը։ Բարությունը, օրինակ, հաճախ ներկայացվում է որպես սեր։ Դա կեղծ սեր է, բարությունը սեր չէ, բարությունը բարություն է։ Կարգապահությունը ցավ է պատճառում, որը թվում է անբարյացակամ, ուստի ծնողները սիրո անունից, կեղծ սիրո անունից խուսափում են կարգապահություն եւ դիսցիպլինա հաստատել իրենց երեխաների մեջ, խուսափում են պատժել իրենց երեխաներին։ Դա կեղծ սեր է, որը այդ երեխային վերջում հանգեցնելու է կործանման։ Իսկական սերը կարգապահություն կկիրառի, խրատ կկիրառի իր երեխայի համար երկարաժամկետ բարիքի հասնելու համար։ Սեքսը հաճախ որպես սեր է ներկայացվում, սա ևս կեղծ սեր է, ինչը չամուսնացած զույգերին մղում է ժամանակավոր հաճույքների փակուղի, երկարատև ամուսնական պարտավորության ավելի դժվար, բայց ավելի պարգևատրող ճանապարհով գնալու փոխարեն, կամ ամուսնացած զույգերին հանգեցնում է բաժանության, դավաճանություն բերելով։ Նրանք, ովքեր տառապել են սիրո տարածված չարաշահումներից, հաճախ կասկածամիտ են սիրո հանդեպ, որտեղից էլ որ այդ սերը լինի, այդ թվում Աստծուց եկող սիրո նկատմամբ նրանք լցված են կասկածով, որովհետև սիրո ձեռքը տառապել են ու այրվել են։ Եթե ձեր սիրտը կոտրված է ռոմանտիկ հարաբերությունների հարցում, դուք կանգնած եք այն վտանգի առաջ, որ կարող եք եզրակացնել, որ սերը, այդ թվում Աստծո սերը, նույնքան անկայուն է։ Եթե դուք խնդիրներ ունեք ձեր մարդկային հոր հետ, կամ ձեր մոր հետ, կամ ձեր հարազատի հետ, կամ ձեր երեխայի հետ, կարող եք եզրակացնել, որ ձեր երկնային հայրն էլ նույնքան անվստահելի է, որքան ձեր ֆիզիկական հայրը։ Աստծո մասին այս սխալ պատկերացումները կարող են կործանարար լինել մարդու համար, եւ դրանք հազվադեպ չեն, ցավոք սրտի։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ լայն ու ընդհանրական դատողություններ անել սիրո կամ Աստծո մասին, հիմնվելով մեր սահմանափակ անձնական փորձի վրա։ Մենք նաև չենք կարող մշակույթը, ազգային ավանդույթը դիտարկել որպես որևէ հեղինակություն սիրո կամ Աստծո մասին, լինեն երգեր, թատրոն, ֆիլմեր, պոեզիան, փիլիսոփայական գրքերը, գեղարվեստական գրքերը եւ այլն։ Դա նման կլինի օվկիանոսը հասկանալու համար այն համեմատել մեր տան լոքարանի հետ, կամ ծովափի մասին պատկերացում կազմել հիմնված մանկապարտեզի ավազի խաղահրապարակին նայելով, կամ մի վերջնական, ճշմարիտ, հարատև ու անփոփոխ հեղինակության աղբյուր, թե Աստծո եւ թե իրական սիրո մասին, եւ դա Աստվածաշունչն է, որովհետև այդտեղ է Աստված բացահայտել իր մասին եւ իր սիրո ճշմարիտ սիրո մասին։ Եվ Աստվածաշունչը պետք է լինի մեր ուղեցույցը։ Աստվածաշնչում Աստծո սերը նման է բազմակողմանի ադամանդի։ Յուրաքանչյուր փայլուն կողմ բացահայտում է Աստծո մասին որոշակի փայլուն ու գեղեցիկ ճշմարտություն։ Եվ Աստվածաշնչում սիրո որոնումը տանում է մեզ դեպի Աստծո հետ հանդիպման։ Սիրո նպատակը Աստծո իր հետ հանդիպումն է մեր։ Սերը հասկանալու համար մենք պետք է սկսենք հասկանալ Աստծուն, որտեղ դա նրա էությունն է։ Եվ քանի որ մենք ստեղծված ենք նրա պատկերով, սիրելու ցանկությունն ու կարողությունն է նա մեր մեջ դրել, նա է մեզ տվել դա։ Եվ Աստծուն հասկանալու համար մենք պետք է սկսենք Աստծո բացահայտած սիրուց, որը մեզ է փոխանցվել Աստվածաշնչի միջոցով։ Ուրիշ տեղ մենք այն չենք կարող գտնել։ Հիմա խոսենք Աստծո սիրո նկարագրության կարևորության մասին։ Ես ամեն ինչ անելու եմ Աստծո սերը նկարագրելու համար, ասում է հեղինակը, բայց պետք է զգուշացնեմ ձեզ, որ երբ ես ասեմ այն ամենը, ինչ կարող եմ ասել Աստծո սիրո մասին,
հազիվ թե 1% Աստծո սիրո մասին բացատրեմ։ Չնայած Աստծո ամբողջական սերը ըմբռնելու մեր անկարողությանը, Աստված այն մեզ բացահայտել է բազմաթիվ ձևերով, որոնք մենք կարող ենք հստակ հասկանալ։ Աստծո ասացներն ու իր սիրո մասին ցույց տվածի ուսումնասիրությունը կօգնի մեզ հասկանալ մեր սահմանափակումների սահմաններում իհարկե, թե որքան խորը և կրքոտ է Աստված սիրում մեզ։ Հիմա խոսենք այն մասին, որ Աստծո սերը առանց դրդապատճառի է։ Աստծուն պատճառ պետք չի մեզ սիրելու համար։ Մեր կյանքի ընդհանուր փորձը մեզ սովորեցնում է, որ մենք պիտի արժանանանք սիրո, որ մեզ սիրեն։ Մարդկային սերը մեզ սովորացնում է, որ սիրելու համար պետք է պատճառ լինի։ Մենք կարծում ենք, որ մենք պետք է համապատասխանենք որոշակի չափանիշների կամ պայմանների, որոնց պատճառով ուրիշները մեզ կսիրեն, լինի դա մեր լավ գործողությունների, մեր լավ վարքագծի, լավ հատկանիշների կամ գրավչության պատճառով, կամ մեր բարության պատճառով, մեր մեծահոգության պատճառով, մեր, չգիտեմ, կատակների պատճառով, հա։ Մենք ստեղծված չենք նման ծանր բեռ մեր վրա կրելու համար, որովհետև այդ մոտեցումը հանգեցնում է կախվածությունների և հուսահատության, բերում է նրան, որ մենք սկսում ենք հաճոյանալ մարդկանց։ Անդրի Նուենը բացատրում է այսպես. աշխարհն ասում է. այո, ես քեզ սիրում եմ, եթե դու գեղեցիկ ես, ես քեզ սիրում եմ, եթե դու խելացի ես, եթե դու հարուստ ես, ես քեզ սիրում եմ, եթե դու լավ կրթություն ունես, ես քեզ սիրում եմ, եթե լավ աշխատանք ունես, ես քեզ սիրում եմ, եթե դու իմ ասածն ես անում, ես քեզ սիրում եմ, եթե դու լավ կապեր ունես, լավ ծանոթություններ ունես, ես քեզ սիրում եմ, եթե դու շատ ես արտադրում, շատ ես վաճառում, շատ ես գնում։ Աշխարհի սիրո, այսինքն մարդկային սիրո մեջ թաքնված են անվերջ եթեներ, պայմաններ։ Այս եթեները մեզ գերի են դարձնում, քանի որ անհնար է լիովին համապատասխանել այս բոլոր եթեներին բոլոր ժամանակներում։ Աշխարհի սերը պայմանական է, միշտ կլինի պայմանական։ Քանի դեռ մենք շարունակում ենք փնտրել մեր իրական եսը պայմանական սիրո աշխարհում, մենք կմնանք կախված աշխարհից, գերի աշխարհից ու մարդկանցից, ինչպես ձուկն է կարթից կախված մնում, ու մենք հա կփորձենք ու կձախողվենք, ու ելի կփորձենք ու կձախողվենք։ Սա մի աշխարհ է, որ խթանում է կախվածությունները, քանի որ այն, ինչ այս աշխարհը իր պայմանական սիրով առաջարկում է, չի կարող բավարարել մեր սրտի ամենախորը ցանկությունն ու սովը։ Մեր մարդկային հարաբերություններում մենք սովորաբար չենք սիրում նրանց, ովքեր դրսևորում են անհրապույր կամ վանող հատկանիշներ, կամ վատ բաներ են անում, հա, դա մեզ վանում է, մենք այդ մարդկանց չենք սիրում, նրանք ովքեր անգրավիչ են, բայց Աստծո սերը մեր հանդեպ այդպիսին չէ, Աստծո սերը ազատ է, ինքնաբուխ, Աստծուն ոչ մեկ չի հուշում կամ դրդում, որ մեզ սիրի, և ոչ մեկ ու ոչ մի բան էլ չի ազդում մեր հանդեպ Աստծո սիրո վրա։ Մենք ոչինչ չենք կարող անել, որպեսզի Աստված սիրի մեզ, և ոչինչ չենք կարող անել, որպեսզի խանգարենք Աստծուն, որ չսիրի մեզ, որ դադարի սիրել մեզ։ Աստված սիրում է մեզ պարզապես այն պատճառով, որ նա Աստված է, այլ ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ բան արել ենք նրա սերը առաջացնելու համար, մեզ սիրել տալու համար։ Հեղինակ Ջոն Օրտբերգը այս ճշմարտությունը մեր սրտերին է մոտեցնում, երբ գրում է. «Ոչինչ, որ դուք երբևէ կանեք, չի կարող ստիպել Աստծուն սիրել ձեզ ավելի շատ, քան նա սիրում է ձեզ հենց այս պահին։
ոչ մի ավելի մեծ նվաճում, ոչ մի ավելի մեծ գեղեցկություն, ոչ մի ավելի լայն ճանաչում, առաջընթաց, ոչ մի հոգևորականության ու հնազանդության ավելի բարձր մակարդակ չի ստիպի Աստծուն, որ քեզ սիրի ավելի շատ, քան նա արդեն քեզ սիրում է։ Ոչինչ, որ դուք երբևէ արել եք, չի կարող Աստծուն ստիպել ձեզ պակաս սիրել, քիչ սիրել, ոչ մի մեղք, ոչ մի ձախողում, ոչ մի մեղքի զգացում, ոչ մի ափսոսանք։ Երկրորդ Տիմոթեոս նամակի 1-ին 9-րդ խոսքում Պողոսն ասում է, որ Աստված փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց, ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ։ Եվ Եփեսացիներ նամակի 1-ին 5-ում էլ Պողոսն ասում է. Աստված մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք, ըստ իր կամքի հաճության։ Հեղինակ և հռետոր Բրեննան Մենինգը այս հասկացությունն անվանում է սեր առանց դրդապատճառի։ Նա գրում է. որպես մարդ, ես սիրում եմ որոշակի ֆիլմ, Հենդելի Մեսիա օպերան օրինակ, տաք շոկոլադը և սիրում եմ իմ կնոջը։ Ես սիրում եմ այն, ինչ ինձ համար հաճելի կամ գրավիչ է, սա որպես մարդ։ Ես սիրում եմ մեկին նրա համար, ինչ գտնում եմ նրա մեջ, բայց Աստված այդպիսին չէ։ Հիսուսի Աստվածը և Հայրը մեր սիրում է տղամարդկանց և կանանց ոչ թե նրա համար, ինչ գտնում է նրանց մեջ, այլ նրա համար, ինչ գտնում է նրանց մեջ, բայց իրենից, որովհետև մենք իր պատկերով ենք ստեղծված։ Նա դրա համար է մեզ սիրում, որովհետև իր մեջ, մեր մեջ իր հատկանիշներն են դրված։ Աստված սիրում է ոչ թե այն պատճառով, որ տղամարդիկ ու կանայք ես ու դու լավն ենք, և ոչ էլ Աստված սիրում է միայն լավ տղամարդկանց կամ լավ կանանց։ Աստված սիրում է տղամարդկանց և կանանց անգամ իրենց մեղքի մեջ, որովհետև Աստված անասելի, անհավանականորեն բարի է։ Աստված չի նայում, թե ինչն է հաճելի և գրավիչ, և նոր միայն արձագանքում մեզ իր բարեհաճությամբ։ Աստված սիրո աղբյուրն է, Աստված գործում է, այլ ոչ թե ռեակցիա է տալիս։ Աստված սեր է առանց դրդապատճառի։ Քանի որ Աստված Աստված է, նա անում է այն, ինչ իրեն հաճելի է, և Աստծուն հաճելի է սիրել մեզ առանց պատճառի։ Մտածեք առաջին տղամարդու և կնոջ Ադամի ու Եվայի գոյության առաջին օրերի մասին։ Աստված ստեղծեց Ադամին և Եվային ու նրանք Աստծուն ոչ մի գաղտնիք կամ անակնկալ չէին կարող բերել։ Նրանք չէին կարող Աստծուն առաջարկել որևէ բան, ինչ Աստված արդեն չուներ։ Ադամն ու Եվան ոչինչ չունեին, ինչ ունեին Աստված էր իրանց տվել։ Իրանք ոչինչ չէին կարող անել, որ Աստված իրանց սիրեր։ Աստված սիրում էր նրանց պարզապես այն պատճառով, որովհետև դա Աստծո ծրագիրն էր սիրել նրանց։ Աստված ստեղծել էր նրանց, որ սիրի նրանց։ Ժամանակի սկզբից ի վեր Աստված մեզ չի սիրում, որովհետև մենք ենք սիրում իրեն։ Ըստ Հովհաննես առաքյալի ճիշտ հակառակն է։ Առաջին Հովհաննես նամակի 4-19-ում ասվում է. մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։ Սա է աստվածային ճշմարտությունը։ Ու եթե դու հակառակվում ես սրան ու սա չես ընդունում, ու քո կյանքը սրա շուրջը չի պտտվում, ապա դու շարունակում ես մնալ խաբնված։ Այսքանը այսօր։ Թող Աստված օրհնի և պահպանի ամենքիս։ Ամեն։